խոսքից թեման շատ կարևոր է։ Անցած պատգամի շրջանակներում տեսանք Քրիստոսի եւ իր եկեղեցու անբաժանելի կապը։ Քրիստոս իրեն ներկայացրեց որպես որդատունգ, գիտեք որդատունգը որն է, խաղողի ընվազն է, որից սնվում են ճյուղերը, գլխավոր արմատը, գլխավոր, որից ճյուղերը սկիզբ են առնում, որից սնվում են եւ մեզ էլ ներկայացրեց որպես որդաճյուղեր, ովքեր եթե մնում են Քրիստոսի վրա իր կամքի համաձայն, հայրը նմաններին էտում է, դարձնում է իր համար պիտանի անոթ եւ դարձնում է որակյալ քրիստոնյա։ Իսկ եթե մեկը կպած է Քրիստոսի եկեղեցուն, եկեղեցու մեջ անտամակցված է, բայց Քրիստոսինը չէ, նման է որդաճյուղի, բայց ճյուղ չէ, դատաստանի օրը այն պիտի կտրվի եւ գցվի գեհենա, դժոխք։ Որից հետո, երբ որ այս ամեն ինչը բացատրում է, Հիսուս տալիս է ուղղություն, թե ինչպես մարդ կարա մնա շարունակական թեմայի շրջանակներում մենք տեսնում ենք, որ ասում է։ Եկեք ոտքի կանգնենք եւ ընթերցենք Աստծո խոսքը Հովհաննես Ավետարան 15-րդ գլուխ 9-րդ համարից սկսած։ Ինչպես իմ հայրը ինձ սիրեց, ես էլ ձեզ սիրեցի, կացեք իմ սիրո մեջ։ Եթե իմ պատվիրանքները պահեք, իմ սիրո մեջ կկենաք, ինչպես ես իմ հոր պատվիրանքները պահեցի եւ կենում եմ նրա սիրո մեջ։ Այս բաները խոսեցի ձեզ հետ, որ իմ ուրախությունը ձեզանում մնա եւ ձեր ուրախությունը լցված լինի։ Սա է իմ պատվիրանքը, որ իրար սիրեք, ինչպես որ ես ձեզ սիրեցի։ Ոչ ոք նրանից առավել մեծ սեր չունի, որ մեկը իր անձը տնի իր բարեկամների համար։ Դուք իմ բարեկամներն եք, եթե անեք ինչ որ ես պատվիրում եմ ձեզ։ Այլևս ծառա չեմ ասում ձեզ, որտեղ ծառան չգիտի թե տերն ինչ է գործում, բայց ձեզ բարեկամ ասեցի, որովհետև ամեն ինչ որ լսեցի իմ հորիցը, իմացրի ձեզ։ Սա լավ գործիք է հաստատուն ճյուղ մնալու համար։ Դրանից հետո ասում է, ոչ թե դուք ինձ ընտրեցիք, այլ ես ձեզ ընտրեցի եւ ձեզ դրեցի, որ դուք գնաք եւ պտուղներ բերեք, ահա պտղաբերության ամբողջ իմաստը, եւ ձեր պտուղը մնա, որպեսզի ինչ որ իմ հորից խնդրեք իմ անունով, տացես։ Սա եմ պատվիրում ձեզ, որ իրար սիրեք։ Գլուխներս խոնարհեցնենք աղոթքի։ Սքանչելի Տեր, շնորհակալ ենք խոսքիդ համար, շնորհակալ ենք այս օրհնյալ հնարավորության համար, որ եկել ենք խոսքդ լսելու, խնդրում եմ այն կիրառելի դարձնես մեր կյանքում, որ քո սերը երևա մեր մեջ եւ այս պատգամը հասցնես ամեն զավակի սրտին։ Դու ես ուսուցանողը, դու ես առաջնորդողը։ Քեզ ենք ուսացած, փառք քեզ հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Նստեք սիրելիներս։ Այսօր ինչի մասին որ պիտի խոսենք, այսպես եմ վերնագրել, դաս Հիսուսի սիրո մեջ մնալու մասին։ Դաս Տեր Հիսուս Քրիստոսի սիրո մեջ մնալու մասին։ Ինչի համար դաս։ Որովհետև քրիստոնյա ինքը աշակերտ բառն է։ Եվ մենք դաս ենք սովորում։ Մենք սովորում ենք Քրիստոսի տված դասը իր աշակերտներին։ Քրիստոսը ռաբիներ, ուսուցիչներ, աշակերտներն էին, հիմա մենք ենք աշակերտները Քրիստոսի եկեղեցու մասը եւ սովորելու ենք Աստծո խոսքից, թե ինչպես մնալ կպած որդատունգին եւ ինչպես մնալ պտղաբեր քրիստոնյա եւ դառնալ պտղաբեր քրիստոնյա։ Առաջի բանը, որ տեսնում ենք այստեղ սիրո շղթան է, Հիսուսն ասում է, որ 9-րդ խոսքում այսպես է ասում. Ինչպես իմ հայրն ինձ սիրեց, ես էլ ձեզ սիրեցի, կացեք իմ սիրո մեջ։ Եթե իմ պատվիրանքները պահեք,
իմ սիրո մեջ կմնաք, ինչպես որ իմ հայրը հավոր պատվիրանքները պահեցի եւ կենում եմ նրա սիրո մեջ։ Այսինքն Հարաճի բանը, որ Հիսուսն այստեղ ներկայացնում է, ցույց է տալիս, սա սիրո կապակցվածությունն է հոր, որդի եւ աշակերտների մեջ։ Այսինքն Հիսուսի սերը առ հայր, հոր սերը առ Քրիստոս, ինչպես որ կա, այնպես փոխանցվում է իր աշակերտներին, այսինքն մեզ, եւ սա փոխ կապակցված է։ Նույն սերը, որ հայրը տալիս է որդուն, որդին էլ տալիս է փոխանցում է իր հետևորդներին։ Այսինքն այս սերը պիտի լինի նույնը իր բնույթով, իր տեսակով։ Սա պայմանական չէ, եւ սա նույն համատեքստի մեջ երկակի երկու անգամ Հիսուս կրկնում է. «Եթե մնաք սրա մեջ», մնալու կարևորությունը կա։ Եվ սա իր հերթին ցույց է տալիս, սիրելիներս ուշադիր եղեք, հնազանդությունն եւ սերը կապակցված են։ Դու չես կարող հնազանդ չլինես Աստծո խոսքին։ Դու չես կարող Աստվածաշնչով չաբրիս, Քրիստոսի սերը չդրսևորես եւ ասես, որ ես Քրիստոսի սիրո մեջ եմ։ Սա անհնար մի բան է։ Որտեւ Հիսուսն ասում է, եթե մնաք իմ խոսքի մեջ, եթե մնաք իմ խոսքի մեջ, եթե իմ պատվիրանքները պահեք, սա ցույց կտա, որ դուք իմ որդիներն եք։ Եթե չեք մնա, չեք ցույց տա, որ դուք իմ որդիներն եք։ Այսինքն հնազանդությունը եւ սերը կապված են կատարյալ կապով։ Հիսուսը բացատրում է, որ նրա սիրո մեջ մնալը պահանջում է նաեւ պատվիրանների կատարում։ Հստակ, ճշգրիտ։ Սա պայմանական չէ, կրկին ասում եմ, եւ դա պահանջում է, որ մենք մնանք դրա մեջ։ Սա ստրկական հնազանդություն չէ, այլ սիրո արտահայտություն նույն ձևը, որն ունի հայրը որդու հանդեպ եւ որդի հոր հանդեպ։ Ինչպես հայրը Հիսուս Քրիստոսի հանդեպ, այնպես էլ Հիսուս Քրիստոսն հոր հանդեպ։ Սա կրկնում ենք, որ ստրկական հնազանդություն չէ, այլ կատարյալ սիրո դրսևորում։ Մենք ոչ թե պիտի ասենք, վայ գրված է, ուրեմն հնազանդ լինենք, այլ պիտի սիրելով հնազանդ լինենք։ Դրանից հետո ուրախության նպատակն է ցույց տալիս։ Այս ամենի նպատակը Քրիստոսի ուրախությունը փոխանցելն է։ Եվ ասում է, որ այն բաները խոսեցի ձեզ, որ իմ ուրախությունը ունեն մնացեզանում։ Եվ ձեր ուրախությունը լցված լինի, այդ ուրախությունը մնացեզանում։ Քրիստոսի ուրախության փոխանցումն է, որ սիրո միջոցով փոխանցվում է իր աշակերտներին, իր հետևորդներին։ Արդեն դարեր անց աշխարհը պատերազմում է, աշխարհը խնդիրների մեջ է, աշխարհը փորձությունների մեջ է, բայց քրիստոնյան իր սրտի մեջ ուրախություն ունի, որովհետև սրանք նշաններն են Քրիստոսի կալստի, Քրիստոսի խոստման։ Դրա համար այդ ուրախությունը անբաժան է։ Սկիզբ է առնում երկրի վրա Քրիստոսի միջոցով եւ շարունակվում դեպի հավիտենականություն։ Եվ այդ Քրիստոսի հետևորդները ուրախությունը ունենում են այնքան ժամանակ, մինչև որ կմտնեն կատարելություն։ Եվ սա խորը խոստացված եւ հաստատուն ուրախություն է։ Պողոսին տանում էին գլխադելու, եկեղեցին տխուր էր։ Ասում է, լավ է, որ ես մնամ, ձեզ համար լավ է, բայց իմ համար լավ է, որ ես գնամ։ Որտեվ կար այդ ուրախությունը, գիտակցությունը, որ կյանքն այստեղ չսահմանափակվեց։ Ինքնուներ են ուրախությունը, որտեվ հաջորդական քայլը, այն մահը, որով պիտի նա մահանա, դառնալու է Հիսուսի հետ հանդիպման միջոց։ Եվ այդպես գնաց նահատակության։ Եվ դրանից հետո Հիսուս տալիս է սիրո ամենամեծ սահմանումը։ Որն է Հիսուսի սիրո ամենամեծ սահմանումը։ Որն է։ Ինչպես արտահայտվավ։ Ոչ ոք ավելի մեծ սեր չունի, բացի այն, որ ընկերը իր կյանքը տալիս է իր բարեկամի համար։ Սա Հիսուսի սեփական զոհաբերության նախազգուշացումն է իր աշակերտներին։ Այդ դուք էլ պիտի իրարդ պես սիրեք, մեկդ մեկիդ համար կյանք տնեք, մեկդ մեկիդ համար թողակ։ Սա լավագույն օրինակն է։ Եթե պես չմնաք, դուք չեք եղնի են որտա դունգին կբաց առողջ որտա ճյուղերը, երկրորդը էլ ինչ քրիստոնյա որ իր քորոջ եղբոր խնդրից տեղյակ չէ ու չի կարող։
Սերն ինչ է։ Բան չէ, զգզգամ որ ես կսիրեմ իրան։ Հա, սա գործողություն։ Եվ այստեղից հետո ասում է, որ այլևս ձեզ ծառաներ չեմ ասում, այլ ընկերներ, եւ ցույց է տալիս, որ այն ուսմունքն, այն ամեն ինչը, ինչ որ ձեզ փոխանցել եմ, սա որպես ընկեր եմ փոխանցել ձեզ։ Հիսուսը այստեղ փոխում է հարաբերությունների բնույթը։ Ասում է ծառաները չգիտեն Տիրոջ մտադրությունները, բայց բարեկամները միասնական են։ Քրիստոսի գործընթացի մեջ էլ մենք կպած ենք որդատունգին որպես ճյուղեր եւ միասնական ենք անում այդ ամեն ինչը։ Իրար կպած, իրար ուշ տալով։ Եթե այսպիսի մի հատկություն է ունի խաղողը, երբ որ էտում ես ինքը փարտան պտուղ է տալիս, բայց երբ որ ամբողջական ճյուղ մի քիչ ավելի շատ է կտրում, այն մյուս ճյուղին է ուշ տալիս։ Հասկանում եք։ Եվ դրանից հետո ասում է ոչ թե դուք ինձ ընտրեցիք, այլ ես ձեզ ընտրեցի, եւ ցույց է տալիս, որ ոչ թե աշակերտներն են ընտրել Քրիստոսին, ոչ թե դուք, ժողովուրդ, դուք մեռած եք մեղքերի մեջ, այլ Հիսուսը ողորմությունն էր, որ դուք այս պարզ ճշմարտությունը հասկանաք ու Հիսուսի ընտրյալը դառնաք։ Այս ընտրությունն ունի նպատակ։ Որն է նպատակը։ Համատեքստի սկզբում տեսնում ենք կա որդատունգ, կա որդաճյուղեր, որպեսզի որդատունգի վրայի որդաճյուղերը պտղաբեր լինեն։ Իսկ ինչպես պտղաբեր լինեն։ Սիրելով, Տիրոջ գործը պատվիրանքները պահելով, իրար օգտակար եղնելով, խոսքի մեջ մնայուն եղնելով, որդատունգին կպած մնալով, իր կամքը կատարելով։ Եվ հետո այս ընտրությունը վերջնական որպես պտուղ ունենում է աղոթքի զորության եւ կապված է աղոթքի հզորության հետ, որովհետեւ նորից շեշտում է Հիսուս եւ ինչ որ խնդրեք իմ անունով կտրվի ցես, այսինքն սա բերում է Աստծո հետ խորը հարաբերությունների։ Ինչքան կպած ենք որդատունգին, ինչքան սիրում ենք, ինչքան ունենք այդ խորախությունն ու խաղաղությունը եւ գործում ենք Տիրոջ կամքի համար, այդքան մեր հարաբերությունները, աղոթքները Տիրոջ կողմից լսելի են եւ ընդունելու։ Եվ ամբողջ հատվածը ավարտվում է սկզբի թեմայով՝ սիրեք միմյանց, նորից կրկնում է, այնտեղ ասում է սիրեք, վերջում երկակի կրկնում է։ Սա ցույց է տալիս, որ ամուր սերը, այս Քրիստոսի սերը, փոխադարձ սերը քրիստոնեական համայնքի հիմքն է։ Մենք չենք ունենա այս համայնքը, եթե մեր մեջ գոնե մեկ սիրող չունենայինք։ Եթե չսիրեինք Քրիստոսին, մեկս մի քիչ տգար ենք, մեկս թերի ենք եւ բայց սիրում ենք Քրիստոսին։ Հիմա մանրամասը նորից ասնենք ամբողջ գլխով եւ վերջում ամբողջական հասկանանք։ 9-րդ համարը ինչպես Հայրն ինձ սիրեց, այնպես էլ ես ձեզ սիրեցի, մնացեք իմ սիրո մեջ։ Սիրո նախատիպը, չափանիշը մեր մարդկային հորինած սերը չէ։ Սիրո ճշգրիտ նախատիպը ու չափանիշը Հիսուսը սահմանում է իր սիրո չափանիշով ու բնույթով։ Առ Հայր Աստված եւ Հայր Աստծո սիրով։ Լավագույն չափանիշը Քրիստոսի եւ Հայր Աստծո սերն է։ Հունարեն կատոս բառը ցույց է տալիս ոչ միայն նմանություն, որ սիրենք նման, կրկնօրինակենք, կլոնություն ունենք, այլ նույն էությամբ, փափագով, իրական հասկանալով, թե ինչ է սերը, ինչպիսին է Հայր Աստծո եւ որդու սերը։ Սա նշանակում է, որ Հիսուսի սերը աշակերտների նկատմամբ նույն կերպ, նույնպես հավիտենական բնույթ ունի, անվեհապահ է, զոհաբերական է, հիշեք, չկա ավելի մեծ սեր, քան մեկը իր ընկերոջ համար կյանքը տալիս է։ Եվ նույն սերը տածում է հայրը որդու նկատմամբ եւ որդին հոր։ Հետո խոսում է սիրո ժամանակաչափությունից։ Հիսուսը, եթե նկատեցիք, այստեղ ասում է ինչպես ես ձեզ սիրեցի անցյալով։ Սա ցույց է տալիս, որ սիրեցի ի սկզբանե Հավիդյանս Հավիդենից իր ընտրյալներին, դեր աշխարհը ստեղծված չէր, Հիսուս արդեն կսիրեր այն մարդուն, ով որ ապաշխարել է։ Եվ հետո սա ավարտված գործողություն չէ։ Սա հիմնադրված սեր է, որը շարունակվում է։
որը նաև պիտի կիսվի հավիտենականության մեջ։ Մնացեք հրամանը, սա հրաման է, մնացեք մենոպայը, նշանակում է մնալ, շարունակական կերպով գտնվել, կայուն լինել այդ սիրո մեջ։ Հետո դու կայուն չես, այսօր թե մի քիչ կսիրեմ, եկուց մեկի դոմ հիվնցավ էլ չեմ սիրել, եկուց որ կարիքս ունեցավ չեմ սիրել։ Հեշտ է, չէ՞ որ մարդը կարիք ունի, չեշտա սիրես։ Գլուխդ կազատես, բայց Հիսուս ընդհակառակը գսը որ պիտի սիրես ամեն իրավիճակում։ Ինչ գեղեցիկ է, չէ՞ այդպես ապրելը։ Կարակ դժվար է, բայց պիտի ցկտեք, որտեղ այլ կերպ չկա Քրիստոսին կպած մնալու եւ երկինք գնալու։ Եթե դուք սիրեք, ինչպես ես ցես կերևա, որ դուք իմ աշակերտներն եք։ Եթե չէ, ուրեմն չէ, մոռացեք։ Այն է աշխարհն է, սաղ մեկը մեկին կսիրեն, մեկը մյուսի ոտը տերորից վրաս գլուխը։ Քրիստոնյայի սերը հագարակը։ Անկախ ամեն ինչից կսիրե, կաղոթե, կհոգա, կարեկցեգը։ Սա ակտիվ ընտրություն է, ոչ թե пассив վիճակ։ Սիրելը ակտիվ ընտրություն է։ Սիրո մեջ մնալը պահանջում է գիտակցական որոշում, շարունակական ջանք, որտեղ առանց ջանքերի դու չես կարա սիրես։ Եթե ջանք չթափես սերը արտահայտվելու գործողության վերածելու, ուրեմն դու ոչինչով չես տարբերվում աշխարհից։ Սա նմանվում է ծառի ճյուղի, որը պետք է որդատունգի հետ մնա կենտանի մնալու համար։ Սերը այն աղբյուրն է, որ քեզ որդատունգին կպած է պահում որպես ճյուղ, որ քեզ Քրիստոսին կից է պահում, կպած է պահում որպես ճյուղ։ 10-րդ համարը. Եթե իմ պատվիրանքները պահեք, կմնաք սիրո մեջ։ Սիրո մեջ մնալու համար պետք է Քրիստոսի պատվիրանքները պահել, ինչպես ես իմ հոր պատվիրանքները պահեցի, եւ սա նշանակում է սիրելիներս, որ ուրիշ փախնելու ձև չունենք։ Չէ, դե ես ասպես կսիրեմ։ Հիսուս կսե ինչպես ես իմ հոր պատվիրանքները պահեցի։ Դե ես կսիրեմ Հիսուսին, բայց պատվիրանքները չեմ պահել, էլի։ Մեկ դոմ թեթև կնայեմ ամեն ինչին։ Չէ, ինչպես ես պահեցի հորը։ Ցույց է տալիս կրկին լավագույն ու կատարյալ չափանիշը, ինչ որ խոսում եմ, պարզ է ժողովուրդ։ Եվ հետո Հիսուսի օրինակն է սա։ Հիսուսը ցույց կտա նույնիսկ նա, ով Աստծո որդի է, Աստված է, ենթարկվում է հոր կամքին եւ սա ոչ թե սորադասության, այլ սիրո ու հնազանդության արտահայտություն է։ Ինչպես Հիսուսին սիրել, սա ստորադասություն է, ստորադասություն չէ։ Հիսուսը լինելով Աստված սիրեց հոր օրինակով եւ սա ոչ թե ստորադասություն էր, այլ միասնականության կատարյալ կապի արտահայտությունն էր։ Հիսուսը հնազանդվեց հոր կամքին եւ մեր համար դարձավ նույն օրինակով որպես օրինակ։ Շարունակական ներկայությունը, որ եթե մենք սա անենք, կմնանք Տիրոջ մեջ եւ Տերը կլինի մեր մեջ։ Մնում եմ։ Ներկա ժամանակը ցույց է տալիս, որ Հիսուսը շարունակաբար գտնվում է Հայր Աստծո սիրո մեջ։ Եվ նրա բնության մի մասն է, ոչ թե ժամանակավոր վիճակ։ Նույն կերպով մենք դառնալով Քրիստոսի զավակներ, խաղողի որդատունգի հետ մնում ենք նույն էության մեջ, հիշում եք, չէ՞ ինչ ասում, որ մինչև որ հասնենք սրբերի կատարելության Քրիստոսի լման հասակին։ Քրիստոս մարդու լման հասակը պիտի ունենանք երկնքում։ Քրիստոսի միջոցով կբաց լինելով նմանվելով իրեն։ Եվ սա մնայուն վիճակ է, հաստատուն վիճակ է եւ խոստում է Քրիստոսից։ Եվ սա կախված է իրենից կարճած, իր սիրո մեջ մնալու եւ իր պատվիրանքները կատարելու հետ։ 11-րդ համարը այս բաները ասեցի ես, որբեսի իմ ուրախության մեջ լինի, ծեր մեջ լինի, իմ ուրախությունը, ծեր ուրախությունը կատարյալ լինի։ Առաջինը երկու բան նկատեք, որ այս ամենը Հիսուսը մեզ ասում է, սիրելիներս, որբեսի իր ուրախությունը մեր մեջ լինի, ու այդ ուրախությունը ոչ թե պարզապես մեր մեջ լինի, այլ կատարյալ լինի, ավելի կատարելագործվի։ Դու ինչքան Քրիստոսին կճանաչես, ինչքան այդ սիրո դրսևորումն ունիս ու իր պատվիրանքների մեջ ես, դու այդքան իրան կնմանվիս։ Ու այդքան ինչ իր կամքը կատարելով, դու կունենաս այն բնույթը, ինչը որ ինքը
կցանկանա, իրան կնմանվիս։ Ուրախության աղբյուրը հունարեն խառը բառը, խորը կայուն հոգևոր վիճակ է ժողովուրդ։ Մագերեսային զվարճություն չէ, որ եսօր դիսկո տանցո եղավ, մի հատ ելանք, կերանք, խմինք, ուրխծանք ու անցավ գնաց։ Սա մնայուն վիճակն է, ուրախություն, որը սկիզբ առավ երկրի վրա եւ գնաց դեպի հավիտենություն եւ այնտեղ շարունակվելու է։ Հիսուսի ուրախությունը բխում է նրա հոր հետ միասնությունից եւ առաքելության իրականացումից։ Մեր ուրախությունը բխում է Հիսուսի հետ հոր հետ միասնությունից եւ իր առաքելության իրագործումից։ Այլ տարբերակներ չկան։ Եթե չես իրագործե այն առաքելությունը, ինչի մեջ կանչված ես, ով որ տաճուղ կներես ու չես կարող ունենաս այդ ուրախությունը եւ այդ միասնությունը։ Հիսուսը ցանկանում է իր սեփական ուրախությունը փոխանցվի իր աշակերտներին, սա ոչ թե նշանակում է նմանակում, այլ իրական ուրախություն։ Աշակերտները, քրիստոնյաները կարող են ապրել նույն ուրախությունը, ինչ Հիսուս Քրիստոս։ Եվ սա կատարյալ ուրախությունն է։ Հունարեն պոլեո բառից, որը նշանակում է լցված ամբողջությամբ։ Ինչքան Քրիստոսին մոդիկ ես, ինչքան Քրիստոսին կճանչնաս, այդքան ամբողջական է քո ուրախությունը։ Ինչքան իր ներկայությունը կա քո կյանքիդ մեջ, դու այդքան ուրախ ես, այդքան կապված ես Քրիստոսին, այդքան իր այդ ուրախությունը սերը կա քո մեջդ։ Սա ուրախություն է լիովին բավարար հոգու չափով։ Չունի պագաս ու չունի կարիք արտակին հավելումների։ Դու կարիք չունիս որ մի հատ էլ գինի խմես որ զվարճանաս։ Դու կարիք չունիս որ մի հատ էլ մեկ է տանգո parես որ ուր խնաս։ Դու կարիք չունիս որ մի հատ էլ ջիպ ունենաս որ ուր խնաս։ Լավ է որ ունենաս, բայց այդ էլ ուրախությամբ կծառայեցնես Տիրոջը։ Այդ է քրիստոնյայի տարբերությունը։ 12-րդ համարը սա այն պատվիրանը եւ նորից ամբողջացնում է։ Հիշում եք Հիսուս ինչ ասեց։ Որ ասեցին որն է ամենամեծ պատվիրանը, ասեց սիրիր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, ամբողջ մտքով եւ ամբողջ էությամբ, ասեցին բայ երկրորդը սա սիրիր ընկերդ անձիդ պես։ Չի ասում ավել կամ պագաս։ Նույն կերպ լրջություն է պահանջում սիրել միմյանց, այդ սիրո մեջ մնալ եւ ասում է սա այն պատվիրանը, որ սիրեք միմյանց, ինչպես ես ձեզ սիրեցի։ Իր օրինակն ինչպիսին էր, ինչպես սիրեց, կյանքն էլ տրեց, ոչինչ չխնայեց։ Մեկ պատվիրանի կենտրոնացումն ենք այստեղ տեսնում, սիրելիներս։ Հիսուսը իր բոլոր ուսմունքները սեղմում է մեկ կենտրոնական պատվիրանի մեջ։ Սիրո։ Սա ցույց է տալիս քրիստոնեական հավատամքի էությունը։ Սա ծիսակարգային կամ դոգմատիկ ինչ-որ կարգավիճակ չէ, այն օրեշտա մի հատ ծուխը քեզ փողի ինձ, մեր գոհ շարական երկեմ, այնտեղ զանավեսկա բացեմ, փագեմ, այլ սա իրական հարաբերությունների մասին է խոսում։ Սա ծիսակարգային չէ, սա պատվիրան է, սա պիտի կատարվի քո կյանքում։ Եթե դու ամեն ծիսակարգերն անես, բայց այս սիրո մեջ չլինես, ոչինչ է։ Եվ սա ցույց է տալիս նաև սիրո չափանիշը փոխադարձ։ Ինչպես ես ձեզ սիրեցի։ Դուք սիրեք միմյանց այնպես, ինչպես ես ձեզ սիրեցի։ Այն փոխադարձ է, այն գալիս է ինձանից եւ նույն օրինակով դուք պիտի անեք դա։ Դարձյալ ցույց է տալիս այդ չափանիշը։ Մեր սերը միմյանց նկատմամբ պետք է լինի անվերապահ, զոհաբերական, ներող, համբերատար, ինչը Հիսուսի սերն է մեր նկատմամբ։ Եթե այդպես չես սիրում, մնացած քո հորինած սիրո բնույթներն ու ձևերը զրո են։ Կամ կսիրես Քրիստոսի պես, կամ չես կսիրեմ, որովհետև դա անընդունելի է, դա խաբուսիկ է։ Եվ սիրո պարտադիր բնույթն ենք տեսնում։ Սա պատվիրանն է, ոչ թե առաջարկություն։ Ինչպես ասում է, եթե իմ պատվիրանքները պահեք, սա նույնպես պատվիրանք է, եւ Հիսուս չի առաջարկում, թե կուզեք սիրեք։ Ասում է սիրեք միմյանց։ Քրիստոնյա լինելու մեծագույն պահանջը սիրելն է։ Քրիստոնյա լինելու լավագույն
Պահանջը Քրիստոսի նման սիրելն է։ Ոչ թե ստիպողական, այլ սա բխում է աստվածային փորձառությունից։ Աստծո սերը, երբ որ փորձառված ունես քո կյանքի մեջ, դու նույնպես կուզենաս այդ սիրով սիրել, որովհետև սա քեզ կազատի շատ լիքը նաև ավելորդ գլխացավանքներից։ Եթե չես սիրե, պետք է նեղենաս, պետք է կռիվների մեջ ընկնես, պետք է Աստծո կամքը չկատարես, սա ավելորդ գլխացավանքներ են քո կյանքում։ Եվ 13-րդ համարում կրկին ամբողջացնում է. ոչ ոք ավելի մեծ սեր չունի, քան նա, ով իր կյանքը տալիս է իր բարեկամների համար։ Սիրո գագաթնակետը։ Հիսուսը սահմանում է սիրո վերջնական արտահայտությունը, կյանքի զոհաբերությունը։ Հունարեն ուխ է, կյանք, հոգի։ Սա ցույց է տալիս ամբողջական գոյությունը զոհաբերել դիմացինի համար։ Քո ամբողջական կյանքը հոգիդ էլ ներտնես, որբեսի այդ մարդուն սիրես։ Եվ դրանից մեծ սեր, որ մեկն իր ընկերոջ համար իր կյանքը տալիս է, ասկի մե բրտունջում հաճ չեն ուզել տան այստեղ։ Պետք է սիրես Հիսուսի կերպ։ Սա է ճիշտ սիրո պատվիրանքը կատարելու բնութագիրը։ Դա ցույց է տալիս ամբողջ գոյությունդ պատրաստին ես այդ մարդու համար տնես, ոչ թե մենակ ֆիզիկական կյանքդ։ Հիսուսն այդպես սերեց։ Լինելով Աստված, մարտացավ, իր կյանքը դրեց մեր համար։ Բարեկամների համար մահը չի խոսում միայն ընտանիքի կամ ազգականների համար։ Սա ցույց է տալիս կամավոր ընտրություն, սա կամավոր ընտրության արդյունք է, ոչ թե բնական պարտականություն։ Բնական պարտականության ոլորտում դու քո ընտանիքի տանտամի համար կարաս պոշկետ տաս ամենաշատը, սիրտդ է տաս։ Բայց դա այն չէ, սա ինչ օգուտ, եթե մենակ ձեր բարեկամներին սիրեք, սա կեղծավորներն այդպես կենեն, այլ սիրեք անգամ ձեր թշնամիներին։ Եվ սա նաև Հիսուսի զոհաբերության նախազգուշացումն էր։ Հիսուս պատմում է իր քալիք զոհաբերության մասին եւ նա ցույց է տալիս, որ իր սերը կարտահայտվի իր զոհաբերությամբ։ 14-րդ համարում դուք իմ բարեկամներն եք, եթե այնեք ինչ անեք այն ինչ ձեզ պատվիրում եմ։ Բարեկամությունն ունի պայմանական բնույթ։ Մինչդեռ Հիսուսի սերը անվեհապահ է, բարեկամական հարաբերությունները պահանջում են փոխադարձություն։ Սա ոչ թե սպառնալիք է, այլ հարաբերությունների բնույթի բացատրություն։ Բարեկամության բնույթն այսպիսին է, հունարեն ֆիլոս, բառը ցույց է տալիս խորը անձնական կապ, որը հիմնված է փոխադարձ վստահության վրա, սիրո եւ հարգանքի վրա։ Այլապես կլինի միակողմանի բարեկամություն։ Քրիստոնյաների մեջ սա պիտի լինի համատարած բարեկամություն, սիրո ու հարգանքի վրա հիմնված, որը բարձր է ծառայի կամ ստրուկի կարգավիճակից։ Եվ գործունեությունը կարևորություն ունի, եթե անեք այն, ինչ ես պատվիրում եմ ձեզ։ Ասում է, որ եթե դա անեք, ինչ ձեզ պատվիրում եմ, իմ բարեկամներն եք դուք։ Սա ցույց է տալիս, որ բարեկամությունը ոչ թե զգացմունքային վիճակ է, այլ գործնական արտահայտություն է։ Սերը գործերով է ապացուցվում։ Եթե քսես կսիրեմ, բայց գործնականում զրո է, ուրեմն չես է սիրել։ Ձեզ այլևս ծառաներ չեմ դիմում, որտեվ ծառան չգիտի իր տերն ինչ է անում, 15 համարը։ Ձեզ բարեկամներ են կոչում, որովհետև այն ամենը, ինչ իմ հորից լսեցի, ձեզ հայտնեցի։ Հարաբերությունների տարբերակումն ենք այստեղ տեսնում։ Հիսուսը պարզորոշ տարբերակում է ծառայի եւ բարեկամի կարգավիճակները։ Ծառան կատարում է հրամանները առանց դրանց իմաստը հասկանալու։ Բարեկամը մասնագիծ է լինում Տիրոջ մտադրություններին եւ ծրագրերին։ Հասկացաք։ Եթե Հիսուս մեզ այդ ամեն պատվիրանքների մեջ ծառայի պես վերաբերվեր, ծառան հրամանը տվեց կերտանք կենենք,
բայց ինքը որպես բարեկամ է ասում, որովհետև բարեկամը մասնակցում է Տիրոջ մտադրություններին եւ ծրագրերին, որից հետո գիտելիքի փոխանցումն ենք տեսնում այն ամենը, ինչ հորից լսեցի, եւ սա ցույց է տալիս, որ Հիսուսը փոխանցել է աշակերտներին հոր գաղտնիքները։ Սա անսահման վստահության նշան է, բարեկամության նշան է։ Հիմա նայեք, երբ որ քրիստոնյաները նստում իրար հետ Քրիստոսից են խոսում, այդ ինֆորմացիան են մեկը մեկին սովորեցնում, դիք այդ բարեկամական բանն է, ճոգեք, ինչքան գեղեցիկ է այդ ամեն ինչը։ Եվ դրանից հետո տեսնում ենք հայտնության ամբողջականությունը։ Հիսուս չի թաքցրել իր աշակերտներից ոչինչ։ Նրանք ստացել են լրիվ հայտնություն հոր մասին։ Եվ սա էլ իր հերթին տալիս է լուրջ պատասխանատվություն մնալու այդ սիրո մեջ, որովհետև Հիսուս հայտնեց կատարյալ կերպով իր հորը, իր սիրով, իր ապրած կյանքով, իր գործունեությամբ։ Եվ սա ցույց է տալիս, որ եթե նույն օրինակին մենք ենք հետևում, սա ամենալավագույն եւ կատարյալ վիճակն է։ 16-րդ համարում դուք չէ որ ինձ ընտրեցիք, այլ ես ձեզ ընտրեցի, կարգեցի, որպեսզի դուք գնաք, պտղաբեր լինեք ու ձեր պտուղը մնա, որպեսզի ինչ որ իմ անունով խնդրեք հորից, սա տաս ձեզ։ Ընտրության նախաձեռնությունը Հիսուսն այստեղ բացատրում է կարևոր ճշմարտություն։ Փրկության նախաձեռնությունը Աստծո կողմից է։ Մարդը չի կարա նախաձեռնել ու ինքը փրկվի։ Մարդիկ չեն որոնում Աստծուն, այլ Աստված է որոնում մարդկանց, որովհետև առանց Սուրբ Հոգու մարդու սրտին կպնելու մարդը մեռած վիճակում է, ինքը կարա որոնե կրոն, ինքը կարա որոնե խաչակնքություն, ինքը կարա որոնե խունկ, բայց ճշմարիտ Աստծո խոսքը փնտրում է, Աստծուն փնտրում է այն մարդը, ում Աստված է կանչում, ում Աստված է փոխում, ում Աստված է առաջնորդում։ Սա խորապես խոնարեցնող եւ միաժամանակ մխիթարող ճշմարտություն է, որ ես արժանի չէի, այս սաղ աշխարհից ինչով էի լավը։ Այդ բանով Հիսուս ինձ ընտրեց ու բերեց։ Միացրեց իր որդատունգին եւ այսօր ես պիտի լինեմ սիրով պտղաբեր։ Կարգադրության նպատակը դրանից հետո ասում է, որ ես ձեզ կարգեցի։ Հունարեն տիթեմի բառից է, որ նշանակում է նշանակել ծառայության մեջ դնել, պատասխանատվություն տալ։ Սա նաև ինչ առումներով ասում ենք արտոնություն, որ Հիսուս մեզի այդ հնարավորությունը տվեց, բայց մյուս կողմից նաև ծառա լինելու, ծառայության մեջ պատրաստական լինելու հորդորը եւ պատվիրանը, որից հետո ունի պտղաբերության պահանջ։ Եթե այս ամեն ինչ ենեք պտղաբեր կեղնիկ եւ դա նպատակն է ձեր ընտրության, ես ցեզի ընտրել եմ, որ դուք մնաք այս սիրո, այս գործերի, այս ամեն ինչի մեջ, իմ պատվիրանքների մեջ եւ լինեք պտղաբեր ու քրիստոնյաները պետք է լինեն պտուղներ բերող, ինչպիսին բարի գործեր են մենակ, ոչ, մարդկանց տանին դեպի փրկություն եւ այստեղ նպատակը ոչ թե միայն բարոյական փոխակերպումն է, շատ եկեղեցիներ կան, տանկա մաղանդներ կան, ովքեր բարոյական կերպար ունին, բայց այս ամեն ինչի մեջ չկան ինչ որ Հիսուսը կպահանջի։ Եվ որից հետո տեսնում ենք, որ ասում է, որ ձեր պտուղը կմնա, այսինքն մնայուն կեղնի։ Իսկական հոգևոր աշխատանքի արդյունքը մնայունությունն է հավիտենականության մեջ։ Որից հետո մենք տեսնում ենք ինչքան կատարում ենք Տիրոջ կամքը, սիրո մեջ ենք, Տիրոջ գործի մեջ ենք, Աստծո խոսքի մեջ ենք, պատվիրանները պահում ենք եւ նմանվում ենք Քրիստոսին սիրո բնույթով, այդքան հզորանում է մեր կապը Հայր Աստծո հետ եւ աղոթքի զորությունը։ Մենք տեսնում ենք, որ մեր աղոթքը ավելի է լինում Տիրոջ հետ երկկողմանի։ Պտղաբեր ծառայության արդյունքը աղոթքի հզորությունն է, իմ անունով ինչ որ խնդրեք կտրվի ձեզ, նորից ասում է։ Այսինքն, իսկ եթե Տիրոջ կամքը կատարող ես, քո խնդրածդ ինչին համապատասխան է Տիրոջ կամքին։
Եվ վերջում 17-րդ համարում Հիսուսը երկակի ասում է. «Սա եմ ձեզ պատվիրում, որ սիրեք միմյանց»։ Սա կրկին ամփոփիչ պատվիրան է։ Հիսուսը վերադառնում է հիմնական թեմային՝ փոխադարձ սիրուն։ Ամբողջ հատվածի բոլոր ուսմունքները ընտրություն, բարեկամություն, պտղաբերություն, գագաթնակետ է դնում փոխադարձ սիրո մեջ։ Պատվիրանը կրկնում է 12-րդ համարում ասում է, 17-ում ասում է, եւ սա ցույց է տալիս գերակա կարևորություն։ Սա ամբողջ քրիստոնեական կյանքի ամփոփումն է, որ պետք է սիրենք։ Համայնքի կյանքի հիմքն է սա։ Փոխադարձ սերը քրիստոնեական համայնքի գոյության հիմքն է, պեճադն է։ Առանց դրա ոչ մի գործունեություն իմաստ չունի, եթե չունենք մենք եկեղեցի ջան սեր, եթե չենք սիրում մեր ժողովրդին, մեզի սեր չունենք, Քրիստոսի նման չենք, մեր գործունեությունը անիմաստ է։ Սա է նշանը, որով Հիսուսը պիտի ճանաչի մեզ որպես աշխարհը պիտի մեզ ճանաչի որպես Քրիստոսի զավակներ։ Հիմա նայում ենք հիմնական դասերը եւ վերջացնում ենք սիրելիներս։ Այս 9-ից 17 համարների հիմնական դասերն է, որ սերն ունի շղթայական բնույթ։ Աստծո սերը փոխանցվում է հորից որդուն, որդուց աշակերտներին, աշակերտներից միմյանց։ Սերը կիսելու միջոցով է բազմանում։ Եթե այդ սերը չես կիսե, կմնակու մեջ չի բազմանա, եթե դու ինձ սեր չտեսնես, ինձ ինչի պետք է սիրես։ Երկրորդը, սերն ու հնազանդությունը անբաժանելի են ժողովուրդ ջան, իսկական սերը արտահայտվում է հնազանդությամբ, Տիրոջ խոսքի հնազանդությամբ։ Սա ոչ թե ստրգություն է, այլ սիրո բնական հետևանք։ Երրորդը, հարաբերությունների էվոլյուցիա է սա ցույց տալիս։ Քրիստոնյաները կարող են զարգանալ ծառային մագարտակից, որդիական, բարեկամական մագարտակի Աստծո հետ ավելի խորը հարաբերություններ ունենալու միջոցով։ Ընտրության գործունեությունը տեսանք։ Փրկության նախաձեռնողն Աստված է։ Սա Աստծո կողմից է, ոչ թե մարդու։ Սա խոնարհություն է պահանջում, որ ես արժանի չէի Տեր, ինչի ինձ փրկիր, ինչի որդուդ իմ համար տվիր։ Ծառայության նպատակակետությունն ենք տեսնում։ Ընտրվածությունը միշտ ծառայության եւ պտղաբերության համար է։ Եթե ընտրված եք Տիրոջ կողմից, պիտի լինեք պտղաբեր ու նման Քրիստոսին։ Ամենամեծ սիրո սահմանումը նաև Հիսուս տվեց։ Զոհաբերություն, մինչև մահ, սա իրական սիրո չափանիշն է։ Մինչև մահ պատրաստ եմ քեզի սիրելու, ով Քրիստոսով քույր ու եղբայր։ Ուրախության աղբյուրն է որն է։ Կայուն ուրախությունն էլ իր հերթին գալիս է Աստծո հետ ճիշտ հարաբերություններից եւ նրա կամքի արտահայտումից, իր կամքը կատարելու արտահայտումից։ Փոխադարձ սիրո կենտրոնականությունն ենք տեսնում։ Ամբողջ քրիստոնեական կյանքի գումարը փոխադարձ սերն է։ Սա ամենակարևոր պատվիրանն է։ Ձեզ մի քանի կիրառական խորհուրդներ եմ տալիս, ժողովուրդ ջան։ Մնացեք սիրո մեջ։ Ինչպես մնալ սիրո մեջ։ Ամեն օր հիշիր, Քրիստոս քեզ սիրել է նույն սիրով, ինչ հայրը սիրել է իրան։ Երբ կասկածում ես Աստծո սիրո մեջ, վերադարձիր այդ ճշմարտությանը։ Վերադարձիր այդ ճշմարտության մոտ, նայեք Քրիստոսի խաչին ու դու կտեսնես ինչը սիրեց։ Սիրո մեջ մնալը ակտիվ գործունեություն է, ոչ թե пассив վիճակ։ Մենակ գործերով, մենակ խոսքերով մի սիրեք, գործերով էլ սիրեք։ Ու այդ ամեն ինչը կարտահայտվի ժողովուրդ ջան։ Հնազանդության միջոցով, հնազանդ եղեք Աստծո խոսքին, սիրեք միմյանց, պատվիրանները պահեք, ոչ թե դրտումով, այլ սիրուց դրտված, սիրուց ելնելով։ Սիրո եւ հնազանդության մեջ մնալը փոխկապակցված են, հիշեք, չեք կարա սիրեք, եթե հնազանդության մեջ չեք Աստծուն, եւ չեք կարա հնազանդեղնիք, եթե չեք սիրե։ Ուրախությունն է ժամանակ ձեր կեղնի ամբողջական ժողովուրդ ջան։ Քրիստոսի ուրախությունը մեջ մնալը կարևոր է։ Բայ է Քրիստոսի ուսմունքը, խրատները
Սիրե ընկերոջդ ու կմնաս այդ ուրախության մեջ։ Նպատակիր կատարյալ ուրախությունը, նպատակ դիր այդ ուրախությունդ գործածելու, ուրիշներին փոխանցելու։ Ուրախությամբ ապրի հոգևոր կյանքդ, որ աճ ունենաս։ Սիրի մյուսներին ճիշտ նույն կերպ, ինչ որ Հիսուս սիրեց քեզի։ Սա առաջնային պատվիրանն է, ժողովուրդ։ Սա այն է, որ Հիսուս ամբողջ Աստվածաշնչյան պատվիրանները ամփոփեց այդ մեկ պատվիրանի մեջ։ Սիրիր Քրիստոսի օրինակով եւ միայն Քրիստոսի օրինակը վերցրա չափանիշ ճշմարիտ սիրո։ Ամենասիրո, ամենամեծ սիրո ճշգրիտ բնույթը տեսեք այն բանի մեջ, ինչ արեց Հիսուս։ Զոհաբերական սիրո պատկերացում ունեցեք ձեր կյանքում։ Կյանքի նվիրաբերումը բարեկամի համար ամենամեծ սիրո արտահայտումն է։ Քո սերը չափ է Քրիստոսի զոհաբերությամբ։ Քո սերդ Սոֆիա քրոջ հանդեպ, քո սերդ Սերո Արոյի հանդեպ չափ է Քրիստոսի զոհաբերության մագարտակով։ Ու կհասկանաս, կսիրես, չես սիրե։ Չափեք ձեր սերը այդ մագարտակով, միակ ճիշտ մագարտակն է։ Պատրաստ եղիր կյանքդ էլ զոհաբերելով հանունք ու օրքսեմ կյանքդ մենակ բառերով չէ էլի։ Ի նկատի ունենք, որ մի քիչ էլ երբ որ նեղության մեջ է կարաս ֆինանսապես օգնես, սոված է հաց տաս։ Ի վերջո քիշեք, չէ՞ որ Դադաստանի օրը երբ որ Հիսուս եկավ, քսե այձերին ու կարներին պիտի բաժանե, կարներին պիտի սե իմ հոր օրհնյալներ, եկեք իմ հոր հանգիստը, որովհետև երբ սոված էի կերագրիկ, երբ աղքատեի Անտունեի տուն տվեցիք, երբ Բանդումեի այցելեցիք, Ծառավեի ջուր տվեցիք, իսկ Ցախակոմյաններին պիտի ինչ սե։ Սովածեի հաց չտվիք, հիվանդեի տեղ չտվիք, չայցելեցիք ու քսե հետիս անցեք անիծյալներ հավիդենական կրակի եւ ծծմբի լճի մեջ, որը պատրաստված է սատանայի եւ իր տևերի համար։ Հիմա սիրո չափանիշը նայեք Քրիստոսի օրինակով եւ կտեսնիք։ Եվ մի խոսքով տեսնում ենք վերջնական պատվիրանը, սիրո կենտրոնացումը, ամբողջ ուսմունքի գումարն է, սիրեք միմյանց։ Սա ամենակարևոր եւ վերջնական հրամանն է Քրիստոսի կողմից, փոխադարձ սերը քրիստոնեական կյանքի հիմքն ու նպատակն է։ Կիրառական գործողություն եւ վերջ։ Ամենօրյա է սա։ Կիրագից կիրագի չէ։ Կատարի իր պատվիրանները ամեն օր։ Ապրի իր ուրախությունը ամեն օր։ Սիրի ուրիշներին իր սիրո չափանիշով ամեն օր։ Այդ հարաբերություններում էլ ունեցի այդ սերը։ Մոտեցի ուրիշներին որպես Քրիստոսի բարեկամ։ Այո, ոչ բոլորն են Քրիստոսի բարեկամ, բայց եթե դու այդ մոտեցումով կմոտենաս, ուրեմն պատասխանատվություն կունենաս այդ մարդու հանդեպ եւ սիրելու։ Ոչ թե որպես ծառա, այլ որպես բարեկամ մոտեցիր։ Կիսի Աստծո ճշմարտությունները, ինչպես Քրիստոսը քո հետ կիսվավ։ Ցույց տու զոհաբերական սերը անհրաժեշտությունը մարդկային փրկության։ Ծառայությանդ մեջ նույնպես կիրառի ես սերը։ Հիշիր, որ կանչված ես պտուղ բերելու, ու այդ պտուղը պիտի բերես ինչպես։ Սիրելով ու Տիրոջ պատվիրանքները պահելով, գործնական ապացուցելով։ Աշխատիր, որ քո պտուղը մնայուն մնա։ Ես որ սիրեմ, եկու չսիրեմ, այդպես չեղնի։ Աղոթիր Քրիստոսի անունով իր կամքի համաձայն։ Աղոթքի մեջ եղիր։ Այս սերդ համեմիր աղոթքով եւ ամեն գործունեությունդ քուրդ հիվանդ է, ասենք լավ տեղ տարտուր, այդ սիրով, համեմիր սիրով եւ աղոթքով։ Ամբողջ կյանքը թող հիմնված լինի սիրելիս փոխադարձ սիրո սկզբունքի վրա, որը Քրիստոսն է սահմանը, որպես իր հետևորդի նշանակիր։ Հուսամ պատգամը, որը այսօր լսեցինք, հիշտ է միգուցե մի քիչ երկար տևեց, բայց հավատացեք, որ Քրիստոսի ավելի երկար խոսաց իր աշակերտների հետ։ Հիշեք,
Եթե կմնաք Քրիստոսի մեջ, կսիրեք, իր պատվիրանքները կպահեք ու կենեք այն ամեն ինչը, ինչ որ այսօր լսեցիք, սա ցույց է տալիս, որ դուք Քրիստոսինն եք եւ մարդիկ տեսնելով այն Քրիստոսին, որ դուք ունեք, գուցե եւ իրենք էլ ցանկանան մոտենան։ Իսկ եթե մենք խոսանք եկեղեցի երթալուց, պաշտամունքներին մասնակցելուց, բայց չունենանք այս նկարագիրը, զարայենք։ Եվ հիշեք, այս ամեն ինչը պիտի ի նպաստ լինի ավետարանի տարածման, որպեսզի մարդիկ տեսնեն ձեր հոր գործը ձեր մեջ ու փառաբանեն այն Աստծուն, որին դուք ծառայում եք, եւ իրենք էլ ցանկանան կամ դեպի այդ հայրը։ Ուստի եկեք ոտքի կանգնենք։ Եթե այսօր ինչ-որ մեկը դեռ վստահ չէ, որ ինքը փրկված է, եթե ինչ-որ մեկը վստահ չէ, որ ինքը Քրիստոսին դեռ ընդունել է որպես Տեր ու Փրկիչ, որ վերստին ծնունդ ունի, այսօր հենց այն օրնոր դու քո կյանքդ կարաս տաս Քրիստոսին, կարաս մտնես Քրիստոսի սիրո մեջ, իր ներկայության մեջ։ Ուստի այն մարդն, որ այսօր դեռ չի ապաշխարել, դեռ կյանքը չի տվել Քրիստոսին, կոչ եմ անում հիմա իմ հետ աղոթի եւ իր կյանքը տա Քրիստոսին։ Իմ հետ ուղակի կրկնիր. Սիրելի Քրիստոս, գիտեմ մեղավոր եմ։ Գիտեմ, որ մեղքերի մեջ թշնամի էի քեզ, բայց դու այնքան ինձ սիրեցիր, որ քո կյանքը տվեցիր ինձ համար։ Չխնայեցիր, բարեկամի պես սիրեցիր եւ կյանքը տվեցիր։ Կխնդրեմ, որ քո սուրբ արյունով մաքրես ինձ։ Կխնդրեմ, որ քո սուրբ հոգով լեցնես իմ կյանքը, ինձ առաջնորդես, որպեսզի ես էլ քեզ նմանվեմ։ Եվ իմ կյանքի գործունեության եւ սիրո մեջ դու երևաս։ Կխնդրեմ, որ ներես մեղքերս եւ ես քեզ տավանում եմ իմ կյանքի Տեր ու Փրկիչ։ Սիրելի Տեր, շնորհակալ ենք այս օրհնյալ օրվա համար։ Շնորհակալ ենք շիրակ խոսքիդ համար, շնորհակալ ենք քո հայրական ողորմության համար, որ անկախ մեր տկարությունների գործածում ես մեզ եւ քեզ ծառայեցնում։ Խնդրում եմ օրհնես եկեղեցիդ, օրհնես բոլոր պաշտամունքներն ու ծառայությունները, որ եկեղեցիդ կատարում է, եւ այս ամեն ինչի միջոցով դու փառավորվես։ Իմաստություն տաս եկեղեցուդ, որ քո ավետարանը տարածեն ու քեզի ծառայեն։ Ու այս ամեն ինչի մեջ դու երևաս, Հայր, Որդի ու Սուրբ Հոգի, Հիսուսի անունով ամեն։ Ստեք։ Դավիթ եղբայր։